Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, ես Սիրանուշ Պապյանն եմ։ Երեկ իրավիճակը ազգային ժողով կառավարության հարց ու պատասխանի ժամանակ թեժացավ պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանը կոռուպցիոն դրվագներով իր թիմակիցներին պատասխանատվության ենթարկելու կամք չունի, իսկ մամուլի հրապարակումներին հետևանք չկա։ Դուք քաղաքական կամք չունեք սեփական թիմին պատասխանատվության ենթարկելու։ Մի մեղադրյալ անիվի գործով չկա, այստեղ հպարտանալու ինչ կա, առհասարակ մամուլի հրապարակումների մասին հպարտանալու ինչ կա, եթե դրանց ընթացք չկա, ընդգծեց պատգամավորը։ Սրանի պատասխան վարչապետ Փաշինյանը հայտարարեց, մամուլը դատական իշխանություն չի, իսկ եթե մամուլի հրապարակումներով առաջնորդվեն, ապա անդիմադիրները կհայտնվեն ազգային անվտանգության ծառայության պատվալում, որպես 5-րդ անիվ։ Տաղավարում ինձ հետ է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլի Մինասյանը։ Տիկին Մինասյան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես, Տիկին Մինասյան, ինչպես եք գնահատում երեք տեղի ունեցածը, փոխադարձ մեղադրանքները, վիրավորանքները եւ նաեւ վարչապետի ելույթը ուղղված կամ մեղադրանքները ուղղված ընդդիմությանը, երբ մենք չունենք որևէ պատասխանատվության ենթարկված առ այսօր 7 տարի անց եւ նույնիսկ վարչապետն ինքն էլ իր ելույթում ասաց, դուք ինչ պիտի առհասարակ այստեղ անեիք, ինչի պիտի այստեղ լինեիք, ինչու։ Նախ իհարկե մեր հանրության համար տհաճ միջադեպ է եւ էկրաններից այն կողմ բավականին մեծամասնության համար հույս ունեմ անընդունելի է դիտվում շատ կոպիտ խոսքը կամ բարձրագոչ այդ բարձր իրար վրա գորգրալը համենայն դեպս իրականում անտանելի հունից հանող է, երբ դիմացդ նստած քաղաքական խմբակի ղեկավարի ապօրինի գույքով դատախազի մեղադրանքը ընթերցելը տևում է առնվազն 40-50 րոպե, այդ նշանակում է այդ մարդը ունի աննորմալ կուտակած ապօրինի գույքեր եւ միլիարդավոր դրամներ, գույքեր եւ այդ գործերը դատարանում են եւ այդ գործերը քննվում են եւ այդ խմբակը կանգնում եւ մեղադրում է մի քաղաքական ուժի կոռուպցիայի մեջ, որ ամբողջ 7 տարվա ընթացքում թե սեփական քաղաքական թիմից, թե դիմացի անդիմադիր լիներ, թե պետական պաշտոնյա լիներ ուղղակի ոչ քաղաքականացված, այդ մարդկանց հետևից մշտապես գնում ենք։ Ամեն օր դուք տեսնում եք հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակումները, 3 ոստիկանության բաժանմունքից, դրանից առաջ քաղաքապետարան, դրանից առաջ երբ որ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ գալիս է ազգային ժողով եւ ցույց է տալիս թե ինչ պաշտոնյաների, ինչ ոլորտների հետևից է գնացել, մենք տեսնում ենք, որ ծածկում է ամբողջ համակարգը, սկսած ՊԵԿ-ից վերջացրած համայնքային տեղական ինքնակառավարման մարմինները։ Բայց ընդունեք, որ դրանք այնքան քիչ են, Տիկին Մինասյան, այնքան քիչ չեն։ Խնդիրը նրանում է, որ հանրությունը չի հետևում գործի ամբողջ ընթացքին եւ օրինակ երբ տեսնի, որ պատիժ կրողներ կան այդ գործերով, այսինքն դատապարտվածներ ոչ թե դատերը ձգձգվում են, ինչպես հնչեղ գործերինն է։ Հնչեղ գործերինն էլ դատերը ձգձգվում են, որտեղ ունեն մեծ փաստաբանական թիմեր, որոնք անընդհատ միջնորդություններ են ներկայացնում դատարան։ Սրանք հետևանքներ են, որի պատճառաբանությունները հանրությանը հետաքրքիր չի, հանրությանը շուտ արագ արդյունքներ են պետք։ Բայց վարչապետը միակ բանը, որ հստակ ասեց, դա ասեց Ժորժ ջան, ամեն նիստին Տիկին Գրիգորյանը շատ լուրջ դեմքով գալիս եւ երևի հետքի խմբագրությունը չներ, Տիկին Գրիգորյանը ելույթ չէր կարող ունենալ։ Հոդվածը ցիտում անիվի հետ կապված ամեն նիստին վարչապետը գալիս ասում է քրեական վարույթ կա, քննություն է տեղի ունենում։ Հիմա Տիկին Գրիգորյանը ամեն նիստին ասում է, այդ ինչքան է տևում, ինչի՞ չեք գնում, ում հետևից չեք գնում, դեր քաղաքական թիմի հետևից չեք գնում։ Հարգելիներս ասում ենք քննություն է գնում։ Հիմա եթե նույն մամուլի հրապարակումներով գնայինք, ըստ վարչապետի ոնց ցիտեց վարչապետը, նրանք պետքա վաղուց առանց որևիցե քննության, առանց որևիցե քրական գործի լինեին թե ԱԱԾ պատվալներում, թե իրենց գույքերը բռնագանձած լինեինք, դա կլիներ ռեկետ
եւ հաշվեհարդար ընդդիմադիրների նկատմամբ, բայց մենք որոշել ենք իրավական պետություն լինել եւ ըստ իրավական պետության կանոնների, այո, քննությունները երկար են տվում, մենք բոլորս դժգոհ ենք, այսօր նաեւ կտեսնեք ազգային ժողովում, թե դատախազի, թե քննչական կոմիտեի, թե հակակոռուպցիոն կոմիտեի նախագահների հետ ինչպիսի հարցուպատասխան է տեղի ունենում եւ բոլորս մեր մտահոգությունը հայտնում ենք գործերի քննության երկարաձգման հետ կապված, բայց մենք չենք կարող այդ հանգամանքը հաշվի առնելով որոշել, որ պետքա կներեք 21-րդ դարում պետություն լինի ժողովրդավար անունով Հայաստանի Հանրապետություն, որ գնա Սամասուդի միջոցով լուծի հարցեր։ Նմանատիպ գործելավոճը մերը չէ, ու ինչքան էլ փորձեն մեզ հունից հանել, ինչքան էլ փորձեն մեր ոտքի տակից այն ամուր արժեքային համակարգը, որ մենք ունենք, որ ուզում ենք կառուցել ժողովրդավար պետություն հանել, մենք դա թույլ չենք տալու։ Տեսեք, ինչ նկատի ունեմ, Տիկին Մինասյան, երբ ասում եմ, որ ըստ էության ակնկալիքները հասարակության այս պետությունից թալանած վերադարձնելու առումով չեն բավարարվել, տեսեք 18 թվականից սկսած իշխանությանը, թե քաղաքասարակությունը եւ այլն կոչ էին անում գնահատական տալ, այսպես գնահատական տալ, իրավաքաղաքական գնահատական տալ անցածին, բայց մենք դա չենք տեսել։ Տրամաբանական չէ, որ այսօր ազգային ժողովում պիտի ունենայինք այն, ինչ երեք տեղի ունեցավ։ Քաղաքական գնահատական մշտապես է տրվել եւ երեկվա տեղի ունեցածն էլ հենց քաղաքական գնահատական էր, որ դուք կոռուպցիոներները իրավունք չունեիք գայիք մեզ նհերիկ չի նստեիք այս դարեջում մի հատ էլ ասեիք մեզ կոռուպցիոներ, հարցը դրանում չի։ Հարցը նրանում է, որ իրավական գնահատականը տրվում է այն մեխանիզմներով, որ մենք ինստիտուտներ ստեղծելով, ժողովրդավար ինստիտուտներ ստեղծելով։ Իհարկե Հանրությանը գիտեք չի բավարարում այն ամբողջ թվային պատկերը, որը հետ է բերվել, որտեղ շոշափելի չի։ Երբ ասում ենք օրինակ մի քանի միլիարդի գույք, մի քանի միլիարդ դոլար, մի քանի միլիոն դրամ, հանրությունը չի պատկերացնում այդ ինչ գույքերի, ինչ թվերի մասին է խոսքը եւ ես շուտով առաջարկ եմ ներկայացնելու, որպեսզի ավելի տեսանելի դարձնել եւ թափանցիկ դարձնել կոնկրետ գույքը, կոնկրետ բռնագանձված տարածքը, կոնկրետ հսկայական դղյակները կամ այն ամեն ինչը, ինչը գալիս է այսօր պետությանը եւ դա ամենօրյա ռեժիմով է տեղ ունենում։ Ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտը աշխատում է եւ ներողություն ստակ մի կարևոր բան եմ ուզում ասել, երբ հանրությունը հեղափոխություններ անում, հեղափոխական տրամաբանությունների մեջ մտնում է, որ պետք է տեղի ունենար ուղղակի կուլակաթափում, այսպես ասած, բայց մենք ուզում ենք հեղափոխությունից հետո որդեգրել ենք հետևյալ քաղաքականությունը, ստեղծել մեխանիզմ, որ անգամ մեզնից հետո մեր իշխանության օրոք ունեցած ապօրինությունները հնարավոր լինի բացահայտել ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմով։ Մենք ստեղծել ենք այդ ինստիտուտը բավականին երկար, չարչրկված, քննադատվող, սահմանական դատարան գնացած եւ հետո եզրակացություն, դրական եզրակացություն ստացած, բայց այդ ապօրինի գույքի ինստիտուտը ամեն օր արդյունք է տալիս, կարող եք հետևել դատախազության հաղորդումներին։ Երբ ասում իրավաքաղաքական գնահատական չի տրվել, հենց դա նկատի ունեմ, որ եթե տրված լիներ այդ գնահատականը, Տիկին Մինասյան, այսօր նույն խորհրդարանում, նույն այդ падգամավորներից շատերը, որոնք շատ նաև անցնում են ապօրինի գույքով, չէին լինի խորհրդարանում, չեք ընդունում այս մասով ձեր, այսպես ասած, մեծագույն բացը։ Նորից եմ կրկնում, մենք որդեգրել ենք հետևյալ քաղաքականությունը, քաղաքական գնահատականը տվել ենք, իրավական մեխանիզմները ստեղծել ենք։ Այդ իրավական գնահատական եթե դուք մեջ բերեք, ես փորձեմ հասկանալ ինչպես արձագանքել ձեր հարցադրմանը։ Տիկին Մինասյան, կներեք, էլի, այս ամբողջ խառնաշփոթը, այս աժոտաժը, այս հիստերիան, որը տիրում է ընդդիմադիր դաշտում, հենց առավել քան դրա համար է, որտեղ այդ մեխանիզմը սկսել է գործել եւ նրանք ստիպված են հրաժարվել իրենց կուտակած թալանից, ստիպված են ուղղակի։ Եվ այդ հիստերիան հենց դրա համար է տեղի ունենում։ Տեսեք, անդրադառնանք վերջին շրջանում տեղի ունեցող այսպես ակտիվություններին, ընդդիմադիր դաշտի ակտիվություններին եմ ուզում անդրադառնանք, Տիկին Մինասյան, Սերժ Սարգսյանն է ակտիվացել, Ռոբերտ Քոչարյանն է ակտիվացել, ընդհանուր միջև տեսնում են այսպես ընդդիմադիրների համախմբման հնարավորություն այս իշխանությունից ազատվելու ընտրությունների միջոցով, մեկը իդեպ ընտրությունների միջոցով է փորձում դա տեսնել, եւ այս առումով դուք 26 թվականին ինչպիսի այսպես մտահոգություններ ունեք, մենք փաստորեն հասել է բանը նրան, որ մենք խոսում ենք այն հնարավոր ռիսկերի մասին, որ կարող են ստեղծել այսպես կոչված նախկինները, համեցեք։ Նախ ես
Չէի ուզենա մտահոգություն անվանել դրան։ Ես երբևիցե ժողովրդի ընտրությանը չեմ ասի, որ եթե անգամ նման ընտրություն կատարվի, չեմ ասի, որ մտահոգված եմ այդ առիթով։ Խնդիրը ուրիշ բանի մեջ է։ Մենք տեսնում ենք հերթական խաղը։ Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան խմբակցությունները կամ նրանց ղեկավարած քաղաքական ուժերը փորձում են իրենց շուրջը կոնսոլիդացնել հնարավորինս շատ համակիրներ, ամեն մեկը իր մասով։ Մենք գիտենք, որ այս տարվա հենց սկզբից սկսվեց մեծ առճակատում երկրորդ, երրորդ, չորրորդական դեմքերի կողմից, իհարկե առաջի դեմքերը իրար նկատմամբ դեռևս չեն հանդես եկել որևիցե խոսքով, բայց համենայն դեպս ամբողջ խմբակցությունները իրար դեմ են պայքարում։ Եվ մենք տեսնում ենք, որ դրա հստակ մեխանիզմը կիրառվել է Գյումրիում։ Փորձում են ամեն մեկը իր շուրջը, իր մասային կենտրոնացնել, կոնսոլիդացնել, հետագայում ընտրություններից հետո, եւ որը շատ հանրային կերպով չբացառեց նաեւ Ռոբերտ Քոչարյանը, որ ընտրություններից հետո կտեսնենք դաշին կկազմենք կամ կոալիցիա կկազմենք, թե ոչ։ Ու ըստ դրա, քանի որ նրանք սկսում են ընդդիմություն իրար դեմ խաղալ, ըստ դրա փորձում են ամեն մեկը ինքը դիրքավորվի ավելի ուժեղ, ավելի մարգինալ, ավելի սուր ընդդիմության կերպարում։ Հետագայում մեկը իրանք միանալու են իրար, ինչի Սիրանուշ ջան, որովհետև վստահաբար իրանք իրար ավելի շատ են ձեռ տալիս որպես իշխանություն, քան քաղաքացիական պայմանագիրը։ Եվ հենց այս նկատի ունի, երբ ասում եք դուք օրինակ մտահոգություն չունեք, որ նույն սցենարը կկրկնվի Գյումրիի օրինակը կկրկնվի համապետական ընտրությունների։ Ոչ, որովհետև համապետական ընտրությունները այլ ֆորմատ են, ոչ, որովհետև այդ քաղաքական ուժերի համակիրները, ես չգիտեմ ինչի համար պետք է գնան նրանց ձայն տան։ 6 տարի խաբվելու համար, 7 անգամ ձախողված շարժումներ գեներացնելու համար, մի 100 անգամ երևի մարդկանց փողոց հանել, սուտ խոստումներ տալ, այ վաղը լինելու է իշխանափոխություն, այս երկրում այլևս իշխանություն չկա, այլ 5 օրից Նիկոլը հրաժարական կտա, էսենց կլինի, հենց կլինի, եւ այդ ամբողջ խաբեությունը իրեն ժողովուրդը տեսնելով հերթական անգամ գնալու այդ մարդկանց ձայն տա, գալիս էին ազգային ժողով օրակարգով իշխանափոխության, չեղավ, գնացին բոյկոտի, եկան տեսան մանդատներից կարող են զրկվել, հետ եկան խելոք ազգային ժողով, գնացին ազգային ժողովում սկսեցին անընդհատ հրահրել վեճեր, չստացվեց նրանց մոտ նրանց զուսպ լինելու պարտադրանք եղավ եւ դրանից հետո սկսեցին արդեն հասկանալ, որ ազգային ժողովը մի դաշտ է, որտեղ պետք է խոսեն ժողովրդի կարիքներից եւ Էդ էլ հիմա չեն կարողանում անել, ինչի համար պետք է ընդդիմությանը ձայն տա նրանց համագիրը։ Երևի թե մեկ կեղծ շատ ատելություն պարունակող խոսքերի համար, որ հանրության մեջ սերմանել են Թուրք Դավաճան, այլևս ուրիշ ոչ մի քաղաքական գաղափարախոսություն չունի, զերկ, սնանկ ընդդիմություն ունենք մենք։ Որի փաստորեն տարբեր առաջնորդներ նաև ձեզ են մեղադրանքներ, այսպես ասած, ուղում, նկատի ունեմ նաև Ռոբերտ Քոչարյանին, որը ձեզ մեղադրում է բանակը այսօրին հասցնելու իր կառուցած բանակը, որ ինքը այդքան կառուցել էր, հեշտ էր կառուցելը, բայց դուք եկաք եւ մի հարվածով ոչնչացրեցիք այն։ Ես հասկանում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը միայն այնքան քաջություն ունի, որ խոսի փակ լսարանում ընտրված կոնկրետ երիտասարդների առաջ, այն երիտասարդների երևի թե որ նրա կառավարման տարիները չեն հիշում, չեն տեսել այն բոլոր ապօրինությունները, որ արել է հենց ինքը Ռոբերտ Քոչարյանը, այդ երիտասարդների հետ հեշտ է, որովհետև այդ երիտասարդները ձեզ ընկալելու են այն կերպարով, որ դուք եք ձեզ ցուցադրում։ Բայց ես կարծում եմ մենք պետք է սկսենք թարմացնել մեր հասարակության հիշողությունը, պետք է սկսենք քաղաքական սպանություններից, գույք պարտքի դիմաց պետությունը ամբողջությամբ նվիրելու Ռուսաստանի Դաշնությանը, պետք է սկսենք բանակցային գործընթացից մեղրին Ղարաբաղի հետ փոխանակելու գործընթացը ավելի հանրամատչելի ու հանրային դարձնել։ Պետք է սկսենք այն բոլոր ընդդիմադիր մամուլի փակելը, ընդդիմությանը ճնշելը, քաղաքական դաշտը ամբողջությամբ վերացնելը, մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը, էլ ինչից խոսենք, ոնց կարող է այդ մարդը խոսել։ Միանգամից ընդդիմադիրները նույն հենց իրենք ասում են մեղավոր էր, հենց ձեր օրոքել արդարացրել եք Ռոբերտ Քոչարյանին, Քոչարյանին չենք արդարացրել, դատարաններին մի ասոցացրեք իշխանության հետ, դատական իշխանությունը անկախ իշխանության հետ մեկ։ Երկրորդ Ռոբերտ Քոչարյանի գործը վերաբացվել է դատախազի միջնորդության հիման վրա, եւ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է իր դատավարական ընթացքը ունենալով
երևի 10-ից 12 հոգանոց հսկայական փաստաբանական խումբ, որը փորձում է անընդհատ դատական գործերը հետաձգել, որպեսզի հետագայում էլ վաղեմության ժամկետներ կիրառեն, որը այս դեպքում հնարավոր չի անել։ Այդ մեկ, երկրորդը, որ ասում եք, իրանք փոխադարձ մեղադրանքներ են անում, ախր այնքան հեշտ է իրանց դեպքում, որովհետև իրանք քաղաքական ուժը չեն, որ իրավունք ունեն մեզ մեղադրելու։ Ինչ, երբ որ Աննա Գրիգորյանը խոսում է, ասում է, ինչով եք հպարտանում մամուլի ազատությամբ, Աննա Գրիգորյանը ախր չեմ ուզում կոնկրետ իրեն անդառնալ, մանավանդ երբ որ ինքը 2018 թվականին ընդհանրապես քաղաքական դաշտում հայտնվել է մեր շնորհիվ, իմ քայլը դաշինքի շնորհիվ, այն քաղաքական խմբումը, որը մամուլ է փակել, որի ժամանակ, որի օրոք այդ նույն մամուլի ազատության ինդեքսով մենք երևի 100-րդն էինք կամ 76-րդը, 18 թվականին մենք եղել ենք 74-րդ տեղը, այսօր 34-րդն ենք, ասում եմ հպարտանալու բան չի, իհարկե ձեր համար արդեն սովորական է դարձել Հայաստանի Հանրապետությունում ազատ խոսքը, 7 տարի է դուք ընտրությունների միջոցով եք գնում ընտրության, ձեր ընտրության ձայնը տեղ է հասնում, 7 տարի է դուք այնքան ազատություններ ունեք, որ այդ ազատությունները օգտագործում եք անընդունելի ձևով օրինակ խոսքի ազատության մասին է հնարավոր ձևով լկտիաբար պահելով ձեր բլոգերներին եւ քաղաքական ակտիվիստներին, թիրախավորելով ծնողներին, երեխաներին, այդ ազատությունները ձեզ տրվել են։ Փաստորեն ժողովրդավարության դեմ է այսօր աշխատում Ոչ, ժողովրդավարության դեմ երբեք չի կարող աշխատել ոչ մի բան։ Ես մեր հասարակությանը հորդորում եմ անընդհատ չտրվել այդ սովետական, կագեբեիշնիկական մտածելակերպի մանիպուլյացիաներին, որ ժողովրդավարությանը թիրախավորում են։ Ժողովուրդ ջան, նայեք, աշխարհի որ երկրներն են զարգացած, որ երկրներում են ուզում ձեր երեխաները գնան ուսում ստանան, որտեղ է կրթությունը բարձրագույն մակարդակի, որտեղ է բարեկեցիկ կյանք, ժողովրդավար պետություններում եւ չի կարելի ավտորիտարիզմը, այդ ուժեղ տղու կերպարը, որը հիմնականում միտեղ ուժեղ է խաղում, մյուս տեղում ծախում է ամբողջ պետությունը, բերել համեմատել ժողովրդավար պետությունների հետ։ Այո, այդ մամուլի ազատության ինդեքսը այսօր մեզ տալիս է հնարավորություն միջազգային շատ հարթակներում բարձր խոսել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման մասին, ներգրավել ֆինանսական միջոցներ, ներդրումներ, այդ թվերը, 34-րդ տեղը, միայն տեղ չի, այդ թվերը հնարավորություններ են Հայաստանի Հանրապետության համար, որը իհարկե մեր ընդդիմությունը չի էլ կարող պատկերացնել, որտեղ երևի իրենց համար միայն Ռուսաստանի Դաշնությունն էր, որ պետք է դաբրոն տար որևիցե բանի համար, դրական համար էր կամ բացական, ամբողջ աշխարհը նրանց հետաքրքիր չէր։ Տիկին Մինասյան, հետաքրքիր է օրինակ այս կոնֆիգուրացիան, որ այսօր կա քաղաքական դաշտի այս ներկա իրավիճակը, որ կա, ինչպիսի հնարավորություններ է ստեղծում իշխանության համար, ազգային ժողովի նախագահը ասում է օրինակ 50+1 կհավաքենք, եթե հենց վաղը լինի ընտրություն կամ այս շաբաթ լինի ընտրություն։ Սրանք խոսքեր են ուղղակի, որոնք ասվում են, թե դուք ունեք ինչ-որ վերլուծություն։ Վերջերս էլ Գելապն էր հրապարակել այդ վարկանիշային սանդղակը։ Ի վերջո այսպես քաղաքական հայտարարության մակարդակով արված հայտարարություն 50+1-ը, որովհետև շատերը գնահատում են, որ 26 թվականին այդպես այլևս չի լինելու, որ միանձնյա լինի, հիմնականում կլինեն այսպես կոալիցիաներ։ Ցավոք սրտի մենք մի երկիր ենք, որ ունենք ոչ միայն ունեցել ենք նման ձևակերպում գրպանային ընդդիմություն, ունենք գրպանային մամուլ, հիմա էլ ստեղծվել է գրպանային սոցիալական հարցումներ իրականացնող ընկերություններ։ Այդ նույն Գելապը այնպիսի թվեր էր հրապարակում 21 թվին, այնպիսի թվեր էր հրապարակում համայնքային ընտրություններին, գրեթե ոչ մի դեպքում մոտարկված անգամ թվային տվյալ չի եղել։ Այդ ինչ վերաբերում է նրանց վարկանիշին, եւ ես շեշտեցի, նրանց համակիրները ցավոք սրտի մեր եթերները չեն նայում, որտեղ մեդիա պղպջակի մեջ են մնում, թե ճշմարտություն կիմանային։ Այս երբեք չեմ պատկերացնում Ռոբերտ Քոչարյանի աջակիցը կարող է լսել ինձ օրինակ, երբ ես խոսում եմ թե ամբյոնից, թե որից լրատվամիջոցից, որտեղ նրանք սիրում են իրենց պղպջակը, եւ այդ պղպջակը ստեղծում են հենց այդ գրպանային ընդդիմությունները։ Խնդիրը ուրիշ բանի մեջ է։ Մենք թվային տվյալներով հայտարարությունների մասին խոսելը դեռ շատ վաղ է, որովհետև տեսնում ենք, որ իրադարձությունները բավականին արագ են զարգանում եւ այս տարին բավականին թեժ է լինելու, բայց համենայն դեպս մենք տեսնում ենք նաեւ մեր աշխատանքը։ Ժողովուրդ ջան, ինչ ուզում է լինի, ինչքան էլ թերություններ լինեն, հաստատություններ լինեն, որտեղ ակնկալիքները շատ բարձր են եղել, մենք աշխատում ենք եւ այդ աշխատանքի արդյունքները մարդը տեսնում է իր փողոց տնից դուրս գալուց։
Իհարկե բավականին շատ են խնդիրները, բայց երբ դու մարզ ես գնում, տեսնում ես, որ դու կիլոմետրերով հարթ գեղեցիկ ճանապարհ ունես, երբ դու տեսնում ես այն գունավոր ու եվրոպական ստանդարտների sense մեծ սիրուն դպրոցներն ու մանկապարտեզները, որ կառուցվում են խուլ գյուղերում, երբ դու տեսնում ես, որ քո ջրի ոռոգման համակարգը վերջապես 30 տարի հետո եղել է, երբ դու տեսնում ես, որ քո թոշակը բարձրացել է 7 տարվա մեջ այնքան, որ այդքան չի եղել 30 տարվա մեջ, երբ դու տեսնում ես, որ աշխատավարձդ է բարձրացել, այդ ամեն ինչը ժողովուրդը իր մաշկի վրա է զգում եւ չի կարող այդ մաշկի վրա զգացածը փոխարինել կեղծ գաղափարական թեզերով, կեղծ բարեպաշտությամբ ու հայրենասիրությամբ։ Այդ դնենք մի կողմ։ Մարդը ընտրությունը կատարում է իր անձնական մղումով, թե ինքը իր կյանքում ինչ է փոխվել, ինչ է տեսնում։ Հիմա եթե մենք կարողանանք իրապես լայն հանրությանը ցույց տալ, թե ինչ են կարել այս 7 տարվա ընթացքում, ես կարծում եմ, որ բավականին մեծ զանգվածներ կգնան եւ կընտրեն նորից մեզ։ Տիկին Մինասյան, տեսեք, դուք ընդհանուր եք ներկայացնում այդ բոլոր ցուցանիշները, որովհետև մենք ունենք մարզեր, որտեղ քարոքանդ եղած փողոցներ են, մենք ունենք համայնքներ, որտեղ գիտենք թե ինչպիսի անհանգույցներ են նույն այդ դպրոցներում, դուք այսպես ուռճացված չեք ներկայացնում այդ վերանորոգումները, դպրոցների կառուցումները։ Հսկայական, այսպես ասած, փտած համակարգ արդեն։ Եվ այդ համակարգը 0-ից սարքելը կամ վերանորոգելը հեշտ չի։ Օրինակ պետք է էլի մի հատ ցուցանիշները հրապարակենք, արդյոք էս մեզնից առաջ 30 տարում քանի դպրոց է կառուցվել, այդ դպրոցների շինարարությունները ինչ ստանդարտների ու ինչ որակի են եղել, ու մեր օրոք 300 դպրոց, 500 մանկապարտեզ։ Ու դա սոսկ թվեր չեն։ Դա հստակ պատկեր է։ Իհարկե, խնդիրները շատ են։ Երևանում էլ ունենք նման դպրոցներ, միայն մարզերում չի։ Ես որ գնում եմ Երևանում դպրոցներ աշակերտների համար դասախոսություններ կարդալու, ես տեսնում եմ այդ պատկերը։ Եվ բավականին շատ են պահանջները, որ պետքա վերանորոգվի, պետքա փոխվի։ Այդ ամենը ընթացք է եւ մենք հույս ունենք, որ մենք կհասցնենք մինչեւ 26 թվականին գոնե մեծ մասը ունենալ միջին բարվոք վիճակում դպրոցների եւ մանկապարտեզների։ Տիկին Մինասյան, տպավորություն ունեմ, որ հասարակության զարկերակը այսպես ճիշտ չեք զգում կամ գոնե ձեր շփումներն այլ բան են ցույց տալիս, հասարակության հետ մեր շփումներն էլ այլ բան են ցույց տալիս։ Դուք ըստ էության ձեր 7 տարիների հաջողություններն եք նշում, բայց հասարակությունը ունի հիասթափություն։ Դուք դա չեք տեսնում։ Չարթարացված սպասումներ, հույսեր, խոստումներ եւ չլուծված խնդիրներ։ Մեղադրանքը ամենակիչը պետք է մեզ ուղղել, որ հասարակության զարկերակը չեք զգում։ Ջան, մենք ոնց եղել ենք 7 տարի առաջ, նենց կանք։ Մենք չենք փակվել, մենք շփվում ենք հնարավոր բոլոր տեսակի մարդկանց հետ, սոցիալական տարբեր շերտերի հետ, եւ այդ բողոքներն ու քննադատությունը մեզ է ուղղվում։ Մեր դեմքին են ասում մարդիկ։ Առաջ ոչ մի երկրի ղեկավարին չէին կանգնելու ասեին Այս չկա, ինչ չկա, այս խնդրեմը դուք խիս եմ ծարեցիք, ինչին են ծարեցիք։ Հիմա մարդը գնում է գյուղեր, տեսնում են ժողովրդին, ասում է եկեք, ինչից եք բողոքում։ Հստակ քննադատությունը մենք ենք լսում։ Ու քանի որ մեր ժողովուրդը տեսնում է, որ խնդիրներին մենք ենք լուծում տվողը, մենք կարող ենք այդ խնդիրները լուծել։ Մեզ հանգիստ ասում է իր քննադատությունը։ Շատ է քննադատությունը իհարկե, եւ չէր կարող 7 տարվա ընթացքում թե սխալներ չլներ, թե թերություններ չլներ, թե չարթարացված սպասելիքներ չլիներ։ Իհարկե, այդ ամեն ինչին պետք է հերթականությամբ հասցեագրել եւ լուծումներ տալ։ Եվ այդ ինձ օրինակ երբևիցե չի եղել, որ ես թույլ տամ, կան գցնեն, ասեն դուք ինչ լավն եք, ինչ պետք է։ Ես ասում եմ, խնդրում եմ խնդիրները արձանագրենք։ Օրինակ, ինչ խնդրեմ եք տեսնում։ Եթե անգամ դուք ձեր սեփական կյանքում խնդիրներ չունեք, ձեր շրջապատում, ձեր հասարակության այն շերտում, որը ձեր ավելի շատ է հուզում, օրինակ երիտասարդության շրջանում, օրինակ, չգիտեմ, սոցիալական ոլորտում այդ խնդիրները ինձ ասեք, որ մենք կարողանանք ավելի լայն պատկերը տեսնել, ու այդ քննադատությունը, որ մենք չենք զգում, մենք զգում ենք եւ տեսնում ենք, եւ մեզ դուր է գալիս այդ քննադատությունը, որտեղ ցավոք սրտի մենք էլի պետք է 100 անգամ շեշտեմ, մենք ընդդիմություն չունենք, որ մեզ ցույց տա այդ բացերը, մեզ մեր ժողովուրդն է ցույց տալիս այդ բացերը։ Տիկին Մինասյան, անգամ Ալիևը չի գնում մայիսի նիշ քերթին, բայց Հայաստանի կառավարությունը վարչապետի մակարդակով ներկա է լինելու
երեք էլ իհարկե վարչապետը անդրադարձավ հարցին, բայց դուք այստեղ խնդիր չեք տեսնում։ Եվ հնարավոր չէր որևէ կերպ խուսափել ներկա գտնվելուց։ Ես չեմ կարծում, ձեր գնահատականը, օրինակ, որովհետև դուք նշում եք ձեր խոսքում, որ մենք ձգտում ենք Եվրամիություն, մենք որտեղ ենք կրթություն ստանում, ինչպես ենք պատկերացնում մեր տեսլականն ու ապագան, բայց մենք նաև բաց չենք թողնում հնարավորությունը ներկա գտնվելու։ Ես բազմիցս այդ արտահայտությունը արել եմ, եւս մեկ անգամ կկրկնեմ եւ կսահմանափակվեմ այս թեմայով։ Մենք հարաբերություններ ենք կառուցում մեր հարևանների հետ, որոնց հետ ունենք 100-ամյա թշնամանք Թուրքիայի հետ եւ Ադրբեջանի հետ։ Մենք չենք կարող թշնամանալ մեր մյուս հարևանի հետ, մի քիչ ավելի մեծ հարևանի հետ, որի հետ ունեցել ենք շատ մեծ խնդիրներ։ Չմեկնելը տենց թշնամության առիթ էր դառնալու, որովհետև շատերը հիվանդացան այս օրերին տեսակ շատ երկրների առաջնորդներ։ Բայց նաեւ հնարավորություն է միջազգային հարթակում լինել համատեղ միտեղ, որտեղ կան տարբեր քաղաքական լիդերներ, որոնց հետ հնարավոր է քննարկել Հայաստանի Հանրապետության հետ կապված որոշ հարցեր։ Ու նաև ինչու՞ չէ, հենց առիթը ես չեմ ուզում, որ Հայաստանի Հանրապետությունը մի կողմ դնի այն ներդրումը, որ ունեցել է հայրենական մեծ պատերազմի մեջ։ Եվ այդ մեծ ներդրումը ինչու՞ չէ նաև մեր զոհերի հիշատակը կարելի է հարգել Մոսկվայում մայիսի 9-ի միջոցառումներին։ Սահմանադրությանը անդրադառնանք, Սրփ Գրիգորյանն ասում է, որ սահմանադրության նոր տեքստը պատրաստ կլինի 10 ամսից, ըստ էության դա համընկնում է հենց 26 թվականի ընտրությունների հետ նույն ժամանակահատվածում եւ ինչպես ենք պատկերացնում հանրակրվե լինելու այդ ձեզ մոտ քննարկվում են այս հարցերը։ Դեռևս չեն քննարկվում եւ ես կարծում եմ, որ այդ քննարկումները դեռ վաղ է սկսել, որովհետև նախ պետք է հասկանալ ինչ փոփոխություններ է լինում, հետո սահմանական այդ բարեփոխումների խորհրդում պետք է քննարկվի, պետք է հանրության հետ սկսել կոմունիկացնել, դեռևս ոչ ժամկետներ, ոչ հանրակրվեի մասին վաղ է խոսել։ Նախ հասկանանք ինչ փոփոխություններ պետք է արվեն ընդհանուր մեր սահմանադրության տեքստում, համակարգում, կառավարման համակարգում։ Դա արդեն ակնհայտ է, որ սահմանադրություն փոխելով մենք կառավարման մոդելի փոփոխության հարց անգամ չենք լուծում։ Մոդելի մասին չի խոսքը, բայց բավականին ինձ թվում է անկյունաքարային հարցեր, որոնք այս ընթացքում ի հայտ են եկել եւ մենք տեսել ենք պարլամենտական կառավարման դրական կողմերը իհարկե, բայց այլ ոլորտներում կամ այլ հարաբերակցություններում հնարավոր է ունենանք փոփոխություններ, ես կարծում եմ, որ ժամանակ կա եւ ժողովուրդը մանրամասն կտեղեկանա այդ փոփոխություններին։ Իմպիչմենտի գործընթացի վերաբերյալ ձեր դիրքորոշումը ինչ է տեղի ունենում։ Խաղ ու հերթական ընդդիմադիրների խաղն է միմյանց դեմ, միմյանց նկատմամբ։ Այ այնքան ախր գաղափարազուրկ լինելը ինձ թվում է մեր քաղաքական դաշտի ամենամեծ մեղքն է։ Գաղափարազուրկ լինելը, որտեղ այդ գաղափարազուրկ լինելուց մարդիկ սկսում են մինիմումը կապկել, մաքսիմումը նման գործընթացներ ձեռնարկել։ Եթե դու չես կարողանում հստակ մեխանիզմներ մտածել, թե ինչ առաջարկես քո համակիրին կամ քո ժողովրդին, որ գա քո հետևից ավելի լայն զանգված, առաջարկ չունես, դու սկսում ես մտածել տարատեսակ ինտրիգներ ընդդիմության շրջանում։ Սա ընդդիմություն խաղ է, սա ընդհանրապես իշխանության հետ կապ չունի եւ ես զերծ կմնամ մատի ու մատանու արանքը մտնելուց։ Վաղրամ Վարդանյանն ասում է ավանտյուրա փորձում են սադրել Հայաստան խմբակցությանը։ Այն մյուսներն էլ ասում են ավանտյուրիստը դուք եք եւ այլն ինձ այդ ընդհանրապես այնքան չի ուզում ու ես կարծում եմ որ գոնե Մամուլը գրել էր որ իբրև թե ձեզ ուզում է այնպես չի որ չի ուզում եւ հրահանգ կա Մամուլը 7 տարի ասում է ԿՊ падգամավորները սարսափած են ԿՊ падգամավորները բանակցում են այնտեղ մի սրբազան էլ կա չէ որ սուտ խոսելու չեմպիոն կարող էր դառնալ ասում էր բանակցում են մեր հետ մենք արդեն ունենք պայմանավորվածություններ այդ ինչի 71 հոգուց այն ժամանակ դեռ 71 հոգուց որից մեկը իրանց հետ չմիացավ իրենց գործընթացին։ Այդ իմպիչմենտի գործընթացն էլ հերթական ֆեյքն է, որպեսզի իրենց շուրջը ինչ որ մարդկանց միավորեն,
ասեն այդ տեսակ, նրանք ընդդիմություն չեն, որտեվ տեխնացու չեն առաջադրում, նրանք էլ ասեն այդ տեսակ, նրանք ընդդիմություն չեն, որտեվ չմիացան իմպիչմենթի գործընթացին, իրանք են պահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Իրանք իրար դեմ են դուրս եկել եւ ես հույս ունեմ, որ վերջնականապես իրար կոչնչացնեն։ 26-ին այլ որակի խորհրդարան կունենանք, եթե ամփոփենք։ Մեծ հույսեր ունեմ, անկեղծ ասեմ, մեծ հույսեր ունեմ, մեր նյարդերն էլ արդեն այնտեղ։ Վարչապետի նյարդերի պես տեղի է տալիս։ Դե գործընկերներ, իրականում եկեք ընդունենք, որ ինչքան էլ մենք զուզ քաղաքակիրթ մշակույթ ենք ուզում ձևավորել, բայց երբ դիմացին տանթատ քեզ ներքաշում է այդ հորձանուտի մեջ, որտեղ որ անիմաստ փոխադարձ մեղադրանքների եւ տենց ոչ հիմնավոր էլի, ոչ հիմնավոր մեղադրանքների դաշտ պետք է գնաս, շատ դժվար է զերծ մնալ նման իրավիճակներից, ինչ տեղի ունեցավ երեք։ Շատ բարդ է։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Առաջինի տաղավարում զրուցում է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլի Մինասյանի հետ։ Կհանդիպենք։